Ինչպես կյանքում, այնպես էլ ֆուտբոլում։ Ճանապարհները տարբեր են, մեկի համար ավելի հեշտ, մեկի համար ավելի բարդ, բայց այդ ճանապարհների վերջնական նպատակը մեկն է՝ հաղթել։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու Չեմպիոնների լիգայի մասին։ Դարձան Չեմպիոնների լիգայի 1/8 փուլի բոլոր զույգերը եւ ես հիմա հերթով կխոսեմ դրանց մասին։ Շատ հետաքրքիր զույգեր ձևավորվեցին, մենք ընթացքում իհարկե նաեւ զույգերը քննարկելիս կխոսենք այն խաղերի մասին, որոնք տեղի ունեցան անցումային փլեյոֆում, այսինքն բոլոր այն թիմերը, ովքեր անցկացրեցին իրենց անցումային փլեյոֆը եւ հայտնվեցին 1/8-ում, մենք խոսենք նաեւ այդ ճանապարհի մասին։ Եվ եկեք առաջինը միայն նշենք, որ տեղի ունեցած վիճակահանությունից հետո մենք ունեցանք այնպիսի իրավիճակ, որ ունեցանք երկու շատ տարբեր ցանցեր եւ այդ երկու տարբեր ցանցերում մի կողմում Գել ու Գազան, իսկ մյուս կողմում ինչպես միշտ կան ուժեղ թիմեր իհարկե նաև այդ ցանցում, բայց հիմնականում պայքարը կարծես թե ձևավորվում է մի կողմում, իսկ մյուս կողմում ավելի ամեն ինչ հանգիստ է եւ ակնհայտ է թվում։ Թերևս Չեմպիոնների լիգայում ոչ միշտ է, որ ակնհայտ բաները կատարվում են։ Միակ ակնհայտ բանը, որը կատարվում է Չեմպիոնների լիգայում, դա Մանչեսթեր Սիթի Ռեալ Մադրիդ զույգն է, որը այս անգամ էլ այդպես եղավ։ Բայց եկեք մենք այդ զույգից չսկսենք, ես հիմա ինձ մոտ ունեմ բաց բոլոր զույգերը եւ ըստ հերթականության եկեք գանք։ Առաջին զույգը եւ մի անգամից շատ թոփ զույգ Paris Saint-Germain Chelsea։ Իդեպ նրանց դեմ մրցակցելու է Galatasaray Liverpool զույգը։ Եկեք խոսենք այստեղ միայն Paris Saint-Germain-ի մասին, որովհետեւ Chelsea-ն 8-ում էր եւ չմասնակցեց անցումային փլեյոֆին, իսկ Paris Saint-Germain-ը մասնակցեց եւ մասնակից ստացավ ինչպես անցած տարի, այս տարի էլ նորից ֆրանսիական թիմի։ Եթե անցած տարի Brest-ն էր եւ ամեն ինչ շատ հեշտ դասավորվեց Paris Saint-Germain-ի համար, ապա այս տարի մրցակիցը Մոնակոն էր եւ ամեն ինչ այդքան էլ հեշտ չեղավ։ Արդեն առաջի խաղում Paris Saint-Germain-ը պարտվում էր 2-0 հաշվով, ճիրացրեց 11 մետրանոց, վնասված ստացավ Ուսման Դեմբելեն, բայց այդ խաղում կարողացան քամբեք իրագործել, հաշիվը դարձնել 2-2, հետո մրցակիցը մնաց 10 հոգով, խփեցին նաեւ երրորդ գոլը եւ հաղթեցին։ Պատասխան խաղում արդեն սեփական արկի տակ Paris Saint-Germain-ը նորից առաջինը բաց թողեց, պարտվում էին 1-0, հետո երկրորդ խաղակեսում մրցակիցը նորից մնաց 10 հոգով, ընդհանրապես այս սեզոնում Մոնակոն 3 խաղ է խաղացել Paris Saint-Germain-ի դեմ եւ 3 հետաքրքիր սցենար է եղել, մեկում հաղթանակ, մեկում պարտություն, մեկում ոչ ոքի եւ 3 խաղերում էլ Մոնակոն կարմիր քարտ է ստացել, բայց արդարության համար նշեմ, որ բոլոր կարմիր քարտերն էլ եղել են արդարացի։ Ինչևէ, երկրորդ խաղակեսում կարմիրից հետո Paris Saint-Germain-ը կարողացավ 2 գոլով պատասխանել, բայց խաղավերջում անգամ 10 հոգով մնացած Մոնակոն հաշիվը դարձրեց 2-2, բայց այդքանից ավել անել չկարողացավ եւ Paris Saint-Germain-ը եկավ եւ հասավ Chelsea-ին, որի դեմ դրված առաջադրանքը ուղղակի շատ վախենալու է, որովհետեւ հաշվի առնելով թե Chelsea-ն APL-ում ինչպիսի ցուցակ ունի խաղերի եւ ինչպիսի մրցակիցներ է ունենալու իրար հետևից եւ ինչ նպատակներ ունի իր առաջ, իհարկե Paris Saint-Germain-ի հետ խաղալը ամենաբարդն էր, որ կարող էր լինել գործող չեմպիոնի հետ, որքան էլ գործող չեմպիոնը այս պահին չի գտնվում, այսպես ասած, այն մակարդակում, ինչպես գտնվում էր անցած տարի։ Թերևս ես շատ եմ խոսել Paris Saint-Germain-ի մասին այս տարի եւ շատ եմ նշել, որ ներկայիս Paris Saint-Germain-ի հստակ գնահատականը մենք կտանք 1/8-ում, երբ պարզ դառնա նրանց մրցակիցը, դա կլիներ Բարսելոնան թե Չելսին, դարձավ Չելսին, եւ այս խաղից հետո արդեն ավելի հստակ գնահատական կարող ենք տալ Paris Saint-Germain-ին, որովհետեւ կա տպավորություն, որ Լիգա 1-ում եւ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում Paris Saint-Germain-ը այդքան էլ լուրջ չէր մոտենում շատ խաղերի եւ այսպես ասած մեկ ոտքի վրա էր խաղում, իզուր չէր այնտեղ Ուսման Դեմբելեի հայտարարությունը, որ նա արեց եւ ասաց, որ մենք թիմի համար չենք խաղում, ամեն մեկը խաղում է իր համար եւ շատերը մոռանում են, թե մենք ինչի համար ենք պայքարում, ինչին Լուիս Էնրիկեն պատասխանեց եւ սրվեց Դեմբելեի եւ Լուիս Էնրիկեի հարաբերությունները։ Եվ այս ամեն ինչի շուրջ Paris Saint-Germain-ը ստանում է հերթական շատ բարդ ճանապարհը դեպի Չեմպիոնների լիգայի հերթական չեմպիոնության ճանապարհին, Chelsea, որը իր հերթին Chelsea-ն Ռոսիոների օրոք շատ տարօրինակ թիմ է, որովհետև շատ տարբեր իրարամերժ արդյունքներ, վերջին 2 տուրում 2 անհասկանալի ոչ ոքիներ, որտեղ երկուսում էլ ունեին հսկայական առավելություն, բայց չկարողացան հաղթել, եւ հաշվի առնելով Chelsea-ի սերը կարմիր քարտերի նկատմամբ, պետք է նշեմ, որ շատ հնարավոր է, որ Chelsea-ն Paris Saint-Germain-ի հետ եւս կարմիր քարտ ստանա, որովհետեւ մենք ռեալ գիտակցում ենք, որ
Paris Saint-Germain-ի դեմ թիմերը շատ են կարմիր քարտ ստանում, Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստները անհատական վարպետությամբ օժտված շատ ֆուտբոլիստներ կարողանում են այնպես անել, որ մրցակիցները շատ կարմիր քարտեր ստանան ու Chelsea-ի մեծ սերը կարմիրների նկատմամբ գուցե դառնա պատուհաս նրանց համար։ Ամեն դեպքում սա ֆանտաստիկ դիմակայություն է, եթե լիներ Մարեսկան, որը իդեալական օրինակ աշխարհի ակումբային առավելության ժամանակ խաղաց Paris Saint-Germain-ի դեմ եւ սովորաբար Մարեսկան այդպեսի պրեսինգ եւ բարձր բլոկով հիմնականում խաղացող թիմերի հետ ֆանտաստիկ մոդելներ է կարողանում ստեղծել, ապա ես կասեի, որ հնարավորությունները ավելի շատ Chelsea-ի կողմն են, որովհետեւ պատասխան խաղն էլ Chelsea-ի արկի տակ է, բայց քանի որ այլևս Մարվիչը Մարեսկան չէ եւ ունենք այսպիսի իրավիճակ, ես կարծում եմ, որ հնարավորությունները շատ մոտ են, բայց չնչին առավելություն կտան Paris Saint-Germain-ին։ Այնտեղ 51-ը 49-ի ես կարծում եմ, որ Paris Saint-Germain-ը այս դիմակայությունում այսպես չնչին ֆավորիտ լինի։ Ամեն դեպքում մեզ սպասում են շատ կրակոտ հանդիպումներ եւ սա այն զույգն է, որտեղ ամեն ինչ կարելի է սպասել։ Հիմա խոսենք մյուս զույգի մասին, ես սկսեցի միանգամից այն ցանցի թեժ կողմից, բայց հիմա անցումներով կանենք 1-1 այսպես կխոսանք։ Եկեք խոսենք հիմա Նյուքասլ Բարսելոնա խաղի մասին։ Բարսելոնան արդեն խմբային փուլում Նյուքասլի արկի տակ հանդիպում անցկացրել է եւ հաղթել էր 2-1 հաշվով, բայց շատ տարբեր իհարկե իրավիճակներում են հիմա մոտենալու թիմերը այդ խաղից հետո։ Նյուքասլը մասնակցեց անցումային փլեյօֆին, մեր հարևան երկրին առաջի խաղում լավ ջարդ տվեց 6-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում շոու ապահովեցին աշխարհի համար եւ հանդիպումն ավարտվեց 3-2։ Եվ ընդհանուր այնտեղ ինչքան եղավ, ընդհանուր 9-3 հաշվով դիմակայությունում Նյուքասլը հաղթելով մրցակից ստացավ Բարսելոնային եւ ընդհանրապես այնպիսի ցանց է այս կողմը ընկել, որ Բարսելոնայի շանսերը կտրուկ բարձրացան։ Եթե մինչև վիճակահանությունը արդեն կար տպավորություն, որ Բարսելոնան գլխավոր ֆավորիտների մեջ չէ, ապա այս վիճակահանությունից հետո արդեն կա տպավորություն, որ Բարսելոնան ռեալ կարող է պայքարել նաեւ այս տարի Չեմպիոնների լիգայի տիտղոսի համար։ Որովհետև նրան Նյուքասլին հաղթելու դեպքում նա մրցելու է Ատլետիկո Մադրիդ Տոտենհեմ հաղթողի հետ եւ այստեղ կարող ենք նշել, որ միանշանակ երկուստ էլ անցանելի թիմեր են եւ միայն կիսաեզրափակում, այսպես ասած, բարդ մրցակից կստանան Արսենալին, որի ճյուղի մասին մենք կխոսենք, որտեղ Արսենալին է իրոք ամենահեշտ վիճակահանությունն էր երևի ֆուտբոլի պատմության մեջ, որ հնարավոր էր ստանալ Արսենալի դեպքում եւ Արսենալը դա ստացավ եւ այս պահին կարծում դարձավ գլխավոր ֆավորիտ։ Բայց եկեք այդքան հեռու հիմա չգնանք, խոսենք կոնկրետ Նյուքասլ Բարսելոնա խաղի մասին եւ նշենք, որ երկու թիմերն էլ կորուստներով են մոտենալու այս խաղին, Նյուքասլում Գիմարայեշը չկա, շատ լուրջ կորուստ է, Բարսելոնայում Դե Յոնգը չկա, շատ լուրջ կորուստ է եւ մարզավիճակների տեսանկյունից երկու թիմերն էլ վերջին խաղերում ինչ որ կասկածային կետեր ունեն իրենց մեջ, հատկապես Նյուքասլը այլևս այն թոփ թիմը չի Անգլիայում, ինչպես օրինակ անցած տարի էր եւ ավելի շատ տպավորություն կա, որ Նյուքասլը հիմա ավելի շատ APL-ում դարձել է միջակ թիմ։ Եվ դա շատ խաղերում երևում է, որովհետեւ թիմը հստակ խնդիրներ է ունենում։ Եվ այսպիսի պարագայում, այսպիսի պայմաններում կարող ենք նշել, որ Բարսելոնան իհարկե այս դիմակայությունում ֆավորիտ է։ Ասել հեշտ խաղ է լինելու Բարսելոնային ոչ, բայց Բարսելոնան այս դիմակայությունում ֆավորիտ է եւ ես կարծում եմ հետեւյալ հարաբերակցությամբ 65-ը 35-ի Բարսելոնան այս դիմակայությունում ֆավորիտ է եւ Նյուքասլը կարող է իհարկե ինչ-որ դժվարություններ առաջացնել, բայց նաեւ հաշվի առնելով, որ պատասխան խաղն էլ Camp Nou-ում է, ամեն ինչ տանում է այն լոգիկային, որ այս դիմակայությունում Բարսելոնան կհաղթի։ Հիմա անցնենք մյուս զույգի մասին խոսենք։ Արդեն մյուս կողմ կան Գալաթասարայ, Լիվերպուլ, արդեն խմբային փուլում Գալաթասարայը եւ Լիվերպուլը հանդիպեցին եւ Գալաթասարայը տանը կարողացավ հաղթել, սա Լիվերպուլի համար հիասքանչ առիթ է ռևանշի հասնելու այդ առումով։ Գալաթասարայը մասնակցեց անցումային փլեյօֆում եւ շատ դրամատիկ պայքարում դուրս թողեց Յուվենտուսին, առաջի խաղում շատ տպավորիչ հաղթանակ տարան 5-2 հաշվով, հատկապես երկրորդ խաղակեսում Յուվենտուսի կարմերի եւ քանդվելու ֆոնին, իսկ ահա պատասխան խաղը դա դրամա էր հիմնականում Յուվենտուս երկրպագու մարդկանց համար, որովհետեւ Յուվենտուսը արեց ամեն ինչ, արժանի էր հաջորդ փուլ դուրս գալու, անգամ 10 հոգով կարողացավ այդ քամբեքը իրագործել եւ 1-0 էր հաղթում եւ 2 գոլ խփեց երկրորդ խաղակեսում, կարող էր խփել նաեւ 4-րդ գոլը, ուներ ընդհանուր 5.05 XG եւ դա աննորմալ ցուցանիշ էր, ուներ միլիոնավոր պայեր, բայց մսխեց, որովհետեւ Սպալետիի բոլոր խնդրանքներն ու պահանջները կենտրոնական հարցակողի հետ կապված այդպես էլ Յուվենտուսի ղեկավարությունը չկատարեց։ Եվ Գալաթասարայը կարողացավ մրցակցի գուցե հոգնած ֆոնի վրա, մրցակցի 1 հոգով քիչ լինելու ֆոնի վրա, ինչ որտեղ հաջողության հաշվին խփել իր գոլերը եւ ի վերջո 3-2 պարտվել երկրորդ խաղում, ընդհանուր դիմակայությունում
խփել 7 գոլ, բաց թողնել 5 գոլ եւ դուրս գալ այս փուլ Լիվերպուլի դեմ։ Հաշվի առնելով, որ Լիվերպուլը ԱՊԼ-ում շատ մեծ նպատակներ Իսպանիայի չի հետապնդում եւ այնտեղ հիմնական պայքարը լինելու է քառյակում մտնելու համար եւ գուցե անգամ 5-րդ տեղը բավարարի, որովհետեւ այն կարող է տալ Չեմպիոնների լիգա ու հավանաբար կտա, որովհետեւ անգլիական թիմերը Եվրոպայում ուղղակի ցնցող են ելույթ ունենում։ Կարող են եզրակացնել, որ Լիվերպուլը իր ամբողջ ուշադրությունը դնելու է Չեմպիոնների լիգայի վրա եւ Գալաթասարային հաղթել պարտավոր է։ Այո, հետո մրցակից ստանալու է Paris Saint-Germain կամ Chelsea, այդ ժամանակ արդեն կերևա թե ինչի է պատրաստ նաև Լիվերպուլը այս տարի, բայց այս պայդրությամբ պետք է հստակ նշել, որ Լիվերպուլը այս դիմակայությունում ֆավորիտ է եւ մեծ հավակնությամբ կկարողանա հաղթել եւ անցնել հաջորդ փուլ։ Ես այստեղ շանսերը տալիս եմ 75-25-ի Լիվերպուլին եւ չեմ կարծում, թե ինչ որ մեծ անակնկալներ կլինեն այս դիմակայությունում։ Այսքան այս զույգի մասին, հիմա անցնենք արդեն Նյուքասլ Բարսելոնա զույգի հաղթողի հետ կապված նրանց մրցակից ով է լինելու, նրանց մրցակիցը լինելու է Ատլետիկո Մադրիդ Տոտենհեմ զույգի հաղթողը, այստեղ արդեն շատ հետաքրքիր զույգ է, երկրորդ խաղը լինելու է Տոտենհեմի հարկի տակ, սա որոշակի առավելություն է տալիս Տոտենհեմին եւ երկու թիմերն էլ կորցնելու բան չունեմ, որտեղ ներքին լիգաներում եթե Տոտենհեմը հիմա ուղղակի պայքարում է դուրս չմնալու համար եւ հավանաբար երևի դուրս չի մնա կարգի հաշվին եւ ԱՊԼ-ում ինչ որ շատ բան որոշելու չունի, Ատլետիկոն է կարծես թե ամբողջ ուշադրությունը դրել է Իսպանիայի գավաթի եւ Չեմպիոնների լիգայի վրա եւ նրանք էլ վստահ են, որ Լա լիգայում ոչ մեկը իրենց քառյակից դուրս չի թողնելու եւ իրենք լուրջ կենտրոնանալու են հենց Չեմպիոնների լիգայի վրա։ Շատ թեժ դիմակայություն է սպասվում, երկու թիմերն էլ հարցական թիմեր են, երկու թիմերն էլ այնպիսի թիմեր են, որոնք կարող են յուրաքանչյուր պահի մրցակցին անակնկալի բերել, երկուսն էլ այնպիսի թիմեր են, որ կարող են յուրաքանչյուր խաղում Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր թիմի հաղթել եւ կարող են միաժամանակ անփառունակ պարտվել։ Այսինքն, այսպես ասած, շատ ոչ ստաբիլ երկու թիմերի հանդիպում է, որոնք երկուսն էլ ունեն շատ լավ շանսեր։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ Ատլետիկոն ֆավորիտ է այս դիմակայությունում, բայց չնչին ֆավորիտ է իմ համար։ Այսպես 52-ը 48-ի ես մտածում եմ, որ Ատլետիկոն ֆավորիտ է եւ իհարկե նաեւ նշեմ, որ Տոտենհեմը 8-ում էր, իսկ Ատլետիկոն անցումային փլեյօֆի հանդիպում անցկացրեց, ֆանտաստիկ երկու հանդիպում Բրյուգեի հետ, առաջին խաղում շատ թեժ հակամարտությունում 3-3, իսկ երկրորդ խաղում հատկապես շատ բարդ առաջի խաղակեսից հետո Ատլետիկոն երկրորդ խաղում հավաքվեց եւ հաղթեց ընդհանուր առմամբ 4-1 հաշվով Բրյուգեին եւ ընդհանուր դիմակայությունում 7-4 հաշվով կարողացավ հասնել այս փուլին։ Ատլետիկո Մադրիդում այդ խաղում եղավ պատմական իրադարձություն, առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյօֆում ինչ որ մի ֆուտբոլիստ Ատլետիկոից հետվիկի հեղինակ դարձավ եւ դա Սյորլոտն էր։ Այս զույգում ես շատ թեժ դիմակայություն եմ սպասում, շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում, կարծում եմ մեզ նորից եւ տեսնենք թե ինչ կլինի։ Ենթադրում եմ, որ քառորդ եզրափակչում շատ հավանական է իսպանական հակամարտություն Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ եւ շուտով Իսպանիայի գավաթի շրջանակում երկրորդ կիսաեզրափակից հետո, եթե Բարսելոնան չկարողանա պատմական քամբեք իրագործել, ապա Չեմպիոնների լիգայի գուցե քառորդ եզրափակում հնարավորություն կունենա, այսպես ասած, ճակերտավոր վրեժը ունենալու, այսինքն ռևանշ կատարելու։ Անցնենք մյուս զույգերին։ Ռեալ Մադրիդ, Մանչեսթեր Սիթի եւ նրանց հնարավոր զույգը մրցակիցը լինելու է Ատալանտա Բավարիա։ Ինչ ասել Ռեալ Մադրիդ Սիթի խաղի մասին։ Սա կարծես թե ակնհայտ է, որ միշտ լինելու է այս զույգը, կարծես թե ոչ մի ուրիշ հերոսի անուն UEFA-ում չգիտեն։ Իհարկե լինում է վիճակահանություն, պարզ վիճակահանություն եւ ամեն անգամ բախտը այս թիմերին իրար դեմ է բերում, բայց 7 տարում 6 անգամ միմյանց դեմ ընկնելը իհարկե շատ բանի մասին է խոսում եւ վերջին 5 տարում 5 անգամ միմյանց դեմ խաղալը իհարկե արդեն անհետաքրքիր է։ Իհարկե մի City եւ Real Madrid խաղերը հետաքրքիր են լինում, բայց այս անգամ իմ կարծիքով արդեն ոչ մեկը չէր ուզում, որ այդպիսի զույգ լիներ։ Ոչ երկրպագուներն էին ուզում, ոչ Real-ի ֆուտբոլիստներն էին ուզում, ոչ Pep Guardiola-ն էր ուզում, ոչ City, ոչ մեկը չէր ուզում այս զույգը, բայց եղավ այդպես, ինչպես եղավ։ Եվ ինչ կարելի ասել, City-ն գնալով թափ է հավաքում, City-ն պայքարում է 4 հնարավոր տիտղոսների համար, Real-ը շարունակում է խնդիրներով պայքարել 2 տիտղոսի համար, եւ այսքան խնդիրների մեջ նորից հանդիպել Manchester City-ին, արդեն լիգայի փուլում հանդիպել էր առանց Մբապեի եւ պարտվել էր եւ հնարավոր է այս անգամ էլ առաջի խաղը առանց Մբապեի լինի։ Այնտեղ դեղին քարտերի վտանգի տակ են Վինիսիուսը, Չուամենին եւ Հոյսենը, դրա համար սա եւս կարծես թե կամ Կարերասը այդքան լավ չեմ հիշում, բայց սա վտանգավոր է Ռեալի համար, եթե առաջի խաղն է Սանտիագո Բեռնաբեուում է, երկրորդ խաղը Էթիադում, սա եւս առավելություն է տալիս City-ին։
Եվ մարզավիճակների առումով նաև հաշվի առնելով Ռոդրիի մարզավիճակի կարգավորման հետ, City-ի վնասվածներից ֆուտբոլիստներից վերադառնալու հետ City-ն այս պահին կարծում եմ խաղ առ խաղ շատ լավ տպավորություն է թողնում, իսկ Ռեալի մոտ նորից նույն անստաբիլ վիճակն է, այո, որոշակի դրական բաներ կան, եւ Ռեալին կարելի է գնահատել միայն խաղ առ խաղ, եւ գուցե խաղ առ խաղ այդպես մոտենալով Ռեալը ինչ որ արդյունքների հասնի, բայց այս դիմակայությունում ֆավորիտը իմ կարծիքով Մանչեսթեր Սիթին է եւ Թերևս այս դիմակայությունը պատմությունը ցույց է տվել, որ միշտ չէ, որ ֆավորիտը հաղթում է, բայց այս պահին հստակ ֆավորիտը Մանչեսթեր Սիթին է եւ ես կարծում եմ այստեղ 58-42-ի կամ գուցե 60-40-ի Սիթին ֆավորիտ է այս դիմակայությունում եւ հնարավոր է, որ Սիթին կարողանա Ռեալ Մադրիդին այս տարի նորից ցավեցնել, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8-ից նորից դուրս մնալը իհարկե ողբերգություն կլինի Ռեալ Մադրիդի համար։ Թերևս անցած տարի մենք հիշում ենք, որ 1/16-ում Ռեալը Մանչեսթեր Սիթիին դուրս թողեց, այնտեղ էլ արդեն Ռեալն էր ֆավորիտ եւ Ռեալն էր ավելի լավ մարզավիճակում համեմատաբար գտնվում, քան Սիթին։ Իսկ հիմա լրիվ ուրիշ պատկեր է, Սիթին է լավ մարզավիճակում, իսկ Ռեալը չի համարվում լավ մարզավիճակում։ Սակայն անգամ այս ամենը հաշվի առնելով Ես կարծում եմ, որ մեզ երկու ֆանտաստիկ հանդիպումներ են սպասում եւ իհարկե մենք խաղերից հետո ավելի կոնկրետ կանդրադառնանք ու դեռ եթերներ կունենանք այս թեմայով, բայց այս պայդրությամբ առաջին սպասելիքները այն են, որ Ռեալ Մադրիդը այս դիմակայությունում կարող է վերջ թողնել իր Չեմպիոնների լիգայի այս սեզոնի պատմությանը, որտեղ Սիթին այս պահին ավելի լավ մարզավիճակում է գտնվում։ Սիթին 8-ում էր, Ռեալը անցումային փլեյօֆում Բենֆիկայի հետ մրցեց 2 խաղերում, առաջին խաղում լավ տպավորություն թողեց եւ հաղթեց 1-0, բայց այդ խաղը դարձավ Վինիսիուսի հետ ռասիզմի հետ կապված եւ Պրեստիանի դեպքի հետ կապված շատ թեժ պատմություններ, Վինիսիուսի պարը Հետո Նեյմարը պետք է աջակցեր երկրորդ հաղթանակից հետո եւ նորից նույնը պարելուց հետո երբ որ երկրորդ խաղում Ռեալը հաղթեց Բենֆիկային 2-1 հաշվով եւ ընդհանուր դիմակայությունում 3-1 հաշվով հաղթելով շատ երկու բարթագույն դաժան խաղերում կարողացավ Բենֆիկային անցնել Ռեալ Մադրիդը եւ կարծես թե հիմա Սիթի, հետո հավանաբար Բավարիա, եթե կարողանան անցնել մի խոսքով Ռեալին շատ ծանրորեն են սպասում, ինչպես նաեւ Մանչեսթեր Սիթիին, որովհետեւ 1/8-ից սկսած նրանք ոչ մի հեշտ մրցակից չեն ունենալու ի տարբերություն որոշ այլ թիմերի։ Հիմա խոսենք մյուս կողմի արդեն զույգի մասին, ամենաանհետաքրքիր զույգը երևի Եվրոպա լիգայի զույգի առումով կարող է սա լինել Բյուդո Գլիմտ Սպորտինգ, այս երկու թիմերը այո ցավալի է, բայց ընկան իրար դեմ, Բյուդո Գլիմտը հիասքանչ ճանապարհ է անցնում, Սպորտինգը հիասքանչ է լիգայի փուլում եւ կարողացավ հայտնվել 8-ում Եվ ինչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ Բյուդո Գլիմտը անցումային փուլում հաղթարեց Ինտերի արգելքը 2 խաղում էլ հաղթելով Ինտերին եւ ընդամենը 1 խաղակես խաղային առումով զիջելով Ինտերին եւ դա Ինտերի հագիտակ առաջի խաղակեսն էր, առաջի խաղում տպավորիչ հաղթանակ 3-1 հաշվով, երկրորդ խաղում հաղթանակ 2-1 հաշվով եւ այսպես Բյուդո Գլիմտը ընդհանուր 5-2 հաշվով դուրս թողեց Իտալիայի առաջնության միանձնի առաջատարին եւ Ընդրանից առաջ էլ խմբային փուլում վերջի 2 տուրում հաղթեց Մանչեսթեր Սիթին եւ Ատլետիկո Մադրիդին եւ այսպիսի տպավորիչ քայլերով իր անունն է գրում Չեմպիոնների լիգայի 1/8-ում եւ մրցելու է պորտուգալական շատ զիգ եւ ուժեղ թիմի դեմ, Սպորտինգի դեմ, որը վերջին տուրերում կարողացավ Պարի Սեն-Ժերմենին հաղթել եւ դրա շնորհիվ էլ հայտնվեց 8-ում։ Հետաքրքիր դիմակայություն է լինելու, ես չեմ կարող ասել անկեղծ ասած այս դիմակայությունում ֆավորիտ կա թե չկա, որովհետև երկու թիմերն էլ լավ տպավորություն են, դom գուցե զուտ կարգի ու ֆուտբոլիստների որակի հաշվին Սպորտինգը կարող է լինել մի քիչ ֆավորիտ, օրինակ 53-47-ի, բայց Բյուդո Գլիմտի ֆուտբոլիստները ցույց են տվել, որ անգամ իրենց համեստ հնարավորություններով ոչ մեկին չեն զիջում եւ որպես թիմ եւ համակարգ շատ ուժեղ են։ Սա հետաքրքիր կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր նայելու բան չեն ունենա, բայց քանի որ լինելու են լիքը նայելու բաներ, ես չգիտեմ թե այս խաղը ով է նայելու, բացի Բյուդո Գլիմտի եւ Սպորտինգի երկրպագուներից եւ ֆուտբոլիստների տնեցիկից։ Թերևս իրենք մրցելու են Բայեր Լևերկուզեն Արսենալ զույգի ախտորի հետ եւ այնտեղ սպասվում է շատ թեժ դիմակայություն ճակերտավոր։ Անցնենք մյուս կողմի զույգին Ատալանտա-Բավարիա զույգը այնքանով է թեժ, որ Ատալանտան պատմությամբ կարողացել է ցույց տալ, որ կարողանում է միշտ top թիմերի դեմ համառ պայքար տալ, Բորուսիայի հետ քամբեքից հետո էլ վերջին խաղերում լավ մարզավիճակից հետո Պալադինոն կարողացել է ստեղծել շատ հարձակվական թիմ եւ հատկապես Բերգամոյում լավ տպավորություն է թողնում Ատալանտան եւ հիացնում է իր խաղով եւ Բորուսիայի հետ կապված քամբեքը անցումային փլեյօֆում նրանք առաջին խաղում 2-0 պարտվեցին Բորուսիա Դորտմունդին, որտեղ Բորուսիան կարող ավելի խոշոր հաշվով հաղթել, իսկ երկրորդ խաղում ֆանտաստիկ քամբեք իրագործեցին, հաղթելով դրամատիկ խաղում վերջում իրացրած 11 մետրանոցի շնորհիվ 4-1 հաշվով։ Եվ մրցակից ստացան սեզոնի այս պահին իմ կարծիքով ամենաուժեղ թիմերից մեկին Բավարիային, որի ճանապարհը այս Չեմպիոնների լիգայում այո հեշտ չի լինելու, որովհետև Ատալանտայի դեմ այո իրենք միաձնյա ֆավորիտ են, գուցե 70-30-ի անգամ,
բայց Ատալանտան հեշտ մրցակից չի լինելու, հետո նրանք հաղթելու դեպքում խաղալու են Ռեալ Մադրիդ Սիթի զույգի հաղթողի հետ, այսինքն սպասել, որ Բավարիան դժվար, այսպես ասեմ, հեշտ ճանապարհով կարող է առաջ գնալ, դա իհարկե սուտ է։ Չեմպիոնների լիգայում լինելու է շատ դաժան ճանապարհ Բավարիայի համար, եւ նրանց հիմնական նպատակը հենց այս տարի Չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Տեսնենք, թե Բավարիան որպես երկրորդ գլխավոր ֆավորիտ եւ հատկապես այս վիճակահանությունից հետո երկրորդ գլխավոր ֆավորիտ ինչպես կխաղա։ Ունենք այնպիսի իրավիճակ, որ առաջի խաղը լինելու է Ատալանտայի հարկի տակ, սա եւս առավելություն է տալիս Բավարիան, ընդհանրապես Բավարիան ամբողջ փլեյօֆ փուլում խաղալու է երկրորդ խաղը տանը, որովհետեւ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, այդպես է նաեւ Արսենալը, իսկ երրորդ, չորրորդ տեղի թիմերը մինչեւ կարողտ եզրափակիչ են այդպես խաղալու, այսինքն մեծ հավակնությամբ մենք ունենանք այնպիսի պատկեր, որ Բավարիան մեծ առավելություն կունենա բոլոր թիմերի դեմ խաղերից առաջ։ Կարծում եմ Ատալանտային կանցնեն, որքան էլ Ատալանտան զիգ թիմ է, երբեմն անում է անակնկալներ, բայց այնպիսի տպավորություն կա, որ այս Բավարիան այդպիսի անակնկալներ թույլ չի տա։ Եվ վերջին զույգը Bayer Leverkusen Arsenal։ Arsenal-ի համար սա պատմության ամենալավ վիճակահանությունն էր, որը կարող է լինել, եւ Arsenal-ը 1-8-ում Bayer Leverkusen-ը չեմ կարծում, թե ընդհանրապես կարող է մրցակցություն ցուցաբերել ներկայիս Arsenal-ին։ Ես այստեղ 90-10-ի եմ ուժերը դասակարգում, գուցե կլինեն գերմանական ֆուտբոլի երկրպագուներ կամ Bayer-ի երկրպագուներ, որ կասեն վերջի խաղերում բայց ված չի խաղում Bayer-ը, անցումային փլեյօֆում տեսակ ինչ լավ հաղթեցին Օլիմպիակոսին ընկերներ։ Սա Արսենալն է, որը այս պահին իր պաշտպանությամբ, իր ստաբիլությամբ, իր ուժով եւ Չեմպիոնների լիգայում իր հիասքանչ ելույթներով ուղղակի չգիտեմ, ոյ կանցնի իմ կարծիքով Բայերի վրա, պետք է չգիտեմ ինչ հրաշք լինի, որ Արսենալը Բայերին չհաղթի։ Այն դեպքում, երբ առաջի խաղը լինելու է Բայերի հարկի տակ, երկրորդ խաղը Արսենալի հետ, եւ ինչպես հասկացաք, Արսենալը եթե լինի միջև կիսաեզրափակիչ, բոլոր երկրորդ խաղերը լինելու են սեփական հարկի տակ։ Եվ սա եկե Արսենալի այնպեսի տպավորություն կա, անկեղ թղթի վրա Արսենալը հիմա եզրափակում է, այնտեղ բարդ մրցակցություն հավանաբար կունենա կիսաեզրափակում, որտեղ ես ակնկալում եմ կամ Բարսելոնային կամ Ատլետիկո Մադրիդին, բայց ավելի շատ ակնկալում եմ Բարսելոնային տեսնել։ Եվ այսպիսի պարագաներում Արսենալի համար ուղղակի ամեն ինչ ֆանտաստիկ ձևավորեց։ Եք հիշենք անցած տարի Լիվերպուլը ինչպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը եւ մրցակից ստացավ Paris Saint-Germain-ին, ու մի անգամից դուրս մնաց, ու հիմա նայեք Արսենալի ճանապարհը։ Bayer Leverkusen, հետո Bodo Glimt կամ Sporting։ Ինչ կարող է լինել, որ Արսենալը չհասնի կիսաեզրափակիչ, չգիտեմ։ Ուղղակի չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ Արսենալը չհասնի կիսաեզրափակիչ եւ այնտեղ արդեն կերևա ինչը ոնց է։ Վիճակահանության առումով Բարսելոնան ու Արսենալը շահեցին։ Իմ կարծիքով կարելի է նույնը ասել նաև գուցե, չգիտեմ, Ատլետիկոյի, Տոտենհեմի մասին, Նյուքասլի մասին, որովհետև իրենք էլ են ընկել այդ կողմում, բայց ընդհանուր առմամբ Bodo Glimt ու Sporting-ը եւս այսպես ասեմ ասեմ շահեցին, որովհետև քարոտ եզրափակիչ ելնելու լիարժեք շանս ունեն, բայց այն կողմի բոլոր թիմերը, բացի Լիվերպուլից, որը առաջի խաղը Գալատասարայի հետ է խաղալու համեմատաբար հեշտ մրցակից, բոլորը տանջվելու են, շատ լավ են տանջվելու, եւ եթե չեմպիոնը լինի այս կողմից, այսինքն Chelsea, Paris Saint-Germain, Galatasaray, Liverpool, Real Madrid, City, Atalanta, Bavaria, այս կողմից եթե լինի Չեմպիոնների լիգայի չեմպիոնը, պետք է ուղղակի, չգիտեմ, խոնարհվել է թիմի առաջ ու այսպես բարձր ծափ տալ, որովհետեւ իրոք այն ճանապարհը, որը անցնելու են, դա ուղղակի չգիտեմ, չարաբաստիկ է։ Եկեք ուղղակի պատկերացնենք օրինակ Paris Saint-Germain-ի դեպքում այդ ճանապարհը, Paris Saint-Germain-ը եթե հաղթում է Chelsea-ին, հավանաբար խաղում է Liverpool-ի հետ, եթե հաղթում է Liverpool-ին, խաղում է Real-ի կամ City-ի հետ, ես ենթադրում եմ ավելի շատ City, իսկ City-ին հաղթելու, չկրեք, ոչ թե City, այլ Bavaria City-ից ինչ որ մեկի հետ, այնտեղ հնարավոր է որ լինի Բավարիան նաև, այսինքն Բավարիային եւ եզրափակում կամ Արսենալ կամ օրինակ Բարսելոնա, ինչ որ այսպիսի սցենար կարող է լինել։ Ամեն դեպքում Քավլիցի ես չեմ ուզում թերագնահատել ոչ մեկին, Չեմպիոնների լիգան միշտ ցույց է տվել, որ եղել են անակնկալներ, գուցե այդպիսի անակնկալներ էլի լինեն, գուցե որոշ թիմեր լրիվ անակնկալ դուրս մնան, որոշ ֆավորիտներ չխաղան այնպես ինչպես խաղում են, բայց այս փլեյօֆ վիճակահանությունից հետո կա արդեն գլխավոր ակնհայտ մեկ ֆավորիտ չեմպիոնության եւ դա Արսենալն է։ Երկրորդ ֆավորիտը շարունակում է ինչ-ինչ պատճառներով մնալ Բավարիան, բայց հաշվի առնելով թե Բավարիայի ճանապարհը ինչ բարդ է լինելու, այս ֆավորիտների ցանկին է գումարվում Բարսելոնան, որը կարծում եմ, եթե արկածախնդրությամբ չզբաղվի, այսպիսի հիասքանչ վիճակահանությունը կարող է օգտագործել եւ հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակում, ինչու ոչ։ Իհարկե այդ նույնը կարող եմ ասել նաև Ատլետիկո Մադրիդի մասին, որը իդ կարող է գուցե այդ ճանապարհը անցնել, գուցե կարող է նույնը Տոտենհեմը, եք չբացանենք նաև Նյուքասլին, բայց թղթի վրա այս պահին Բարսելոնան ու Արսենալը լավագույն շանս ունեն կիսաեզրափակում ակնհայտորեն հայտնվելու եւ հետո եզրափակչի համար իրար հետ պայքարելու։
Մյուս կողմում չգիտեմ ինչ է լինելու, մյուս կողմում շատ խառը իրավիճակ է, այստեղ միայն հստակ կարող եմ ասել, որ Բավարիան կարծիքով կհաղթի Ատալանտային եւ Լիվերպուլը կհաղթի Գալաթասարային, բայց թե ինչ կլինի Paris Saint-Germain Chelsea խաղում, ինչ կլինի Real City խաղում, թե ինչ կլինի Բավարիայի հաղթելուց հետո Real City-ի դեմ խաղում, ով կհաղթի, ինչ կլինի Լիվերպուլի հաղթելու դեմ Paris Saint-Germain-ի կամ Chelsea-ի դեմ, ուղղակի չեմ կարող ասել, որովհետեւ այնտեղ շատ հավասար ու մոտ թիմեր են իրար ու բոլորն են ունեն նպատակ հաղթելու բաղձալի ականջավոր գավաթը։ Հուսանք, որ մեզ ֆուտբոլային շատ թեժ իրադարձություններ կսպասեն եւ մենք կվայելենք միասին այդ ֆուտբոլային գեղեցիկ իրադարձությունները, իսկ իմ Չեմպիոնների լիգայի հետ կապված տեսանյութը այսքանն էր, չեմ մոռանաք միանալ իմ YouTube-յան ալիքին, որտեղ մենք օր-օրի շատանում ենք եւ հուսով եմ, որ էլի կշատանանք, արդեն 2 շաբթի կամ 3 շաբթի օրը կախված տեսնենք, թե ինչպես կպլանավորեմ, կունենանք top 5 լիգաների ամփոփում։ Եվ իհարկե այդ top 5 լիգաների բոլոր top խաղերի գոլերը դուք կարող եք տեսնել իմ Telegram-յան Վաքսպորտյան ալիքում եւ իհարկե չմոռանաք նաեւ բաժանորդագրվել իմ Telegram-յան ալիքին։ Ես նաեւ ունեմ հարթակներ Instagram-ում, ունեմ TikTok-ում եւ դրանք դուք կարծում եմ շատ լավ գիտեք։ Լավ մնացեք, կհանդիպենք։